Վանաձորում տնակներում ապրող ընտանիքների թիվը գերազանցում է 500-ը, ինչը քաղաքի բնակչության մոտ 3%-ն է։ 3 տասնամյակից ավելի է մարդկանց տունը տնակն է։ Վանաձորցի միայնակ թոշակառու Օվսան Նասարյանն էլ երկար տարիներ է տնակում է ապրում ու հույս էլ չունի, որ փոփոխություն կլինի։ Ընտրություններին եկել են, համոզել են, որ լավ կլինի, ոչ մնը չեն արել, դրա համար հույսս կտրված, եւ պատմում են, որ իմ շարքը ընկնումա պետականաշնորհման թակ, որն է դելա Արա երկրորդ շարքն էլի բնակային ավանը։ Իսկ հիմա էլ ասում ինչ որ դադարեցված է։ Իրավապաշտպանի խոսքով այս մարդկանց կարգավիճակը տարիների ընթացքում որևէ կերպ չի փոխվել։ Նրանք դեռ մնում են տնական ավանի բնակիչներ։ Այդ մարդկանց գերակշիռ մասը եղել են գործարանների աշխատողներ, իրենց տնակները օրձեռներով ստացել են գործարաններից, գործարաններ ունեցել են պարտավորություն, պետությունը օտարել է գործարանները, լուծարել է եւ այլն եւ այլն։ Խոսքը Վանաձորում դեռևս խորհրդային միության տարիներին քիմիական արտադրության, հաստոցաշինական եւ տարբեր ֆաբրիկաներում աշխատողների մասին է։ Վանաձորի համայնքապետարանից սակայն պնդում են հերթացուցակ անգամ չկա։ Խորհրդային միության փլուզումից հետո գործարանները փակվել ու օտարվել են, բնակարանների հերթերն էլ վաղուց մոռացվել։ Մինչդեռ Լոռու մարզպետը վերջերս կառավարությունում գրեթե կիսով չափ պակաս 300 տնակում բնակվողների մասին հայտարարեց։ Ավելին ասած, պետությունը նրանց նկատմամբ որևէ պարտավորություն չունի։ Վանաձորի համայնքապետարան հաստատում են չկան երկրաշարժի հետևանքով տուժած ընտանիքներ, որոնք ապրում են տնակներում։ Այժմ տնակներում ապրողները տարբեր համայնքներից տարբեր ժամանակներում տեղափոխված մարդիկ են, որոնք տարբեր պատճառներով կորցրել են իրենց բնակարանը, տեղափոխվել են տնակներ, մտածելով, որ պետությունը կտա բնակարանները։ Հաշվառված ընտանիքներ, որոնց պետք է պետությունը բնակարանով ապահովի, ըստ համայնքապետարանի առայժմ չկա։ Կան ընտանիքներ, որ, չգիտեմ, ասենք ընտանիքի տատիկը կամ պապիկը այդ հերթացուցակում եղել են։ Իրանք արդեն գուցե եւ չկան, բայց ընտանիքը թորները, ծորները շարունակում են այդ նույն տեղում ապրել եւ ուզում են, որ այդ իրենց տատիկ պապիկի հերթը կամ ծնողի հերթը, որը տարիներ շարունակ արդեն անցել է, հիմա իրանց վերաբերի։ Խնդիրն այն է, որ եթե գործարանն է ունեցել իրան տվյալ քաղաքացու հանդեպ պարտավորություն, գործարանը իրավահաջորդ չունի եւ չկան արդեն։ Մենք առաջարկում էինք տնակների տարածքները տրամադրել բնակիչներին եւ անտոկոս վարկ ձևակերպել բնակարան կառուցելու նպատակով։ Սա ինչի համար է, որովհետեւ այդ քաղաքացին սովոր է, որ ինքը տնակում պետք է ապրի եւ ստանա պետությունից ինչ-որ բան։ Այստեղ խնդիր է առաջանում, որովհետեւ մարդը ծախում է իր տունը ու գալիս նորից մտնում է տնակ։ 2019 թվականից հետո նաև մեթոդաբանությունն է փոխվել։ Կառավարությունը գումար է հատկացրել կադաստրի կոմիտեին, որպեսզի քարտեզագրի ու հստակ տեղեկություն տա, թե ով ինչ գույք ու սեփականություն ունի։ Եվ տրամաբանական է ըստ իրավապաշտպանի, որ այդ հաշվարկման գործընթացը մինչև 2025 թվականը պետք է ավարտած լինեին։ Բոլոր տնակներում բնակվողների ցուցակները մենք համայնքապետարանը, այսինքն տվել է քաղաքաշինության կոմիտե, կառավարություն եւ բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք պահանջվել են ցուցակագրելու կամ կարգավիճակ տալու կամ տեսնելու արդյոք այդ մարդկանց բնակարանը ապագայում կհատկացվի, թե չէ, ցուցակներով տրված են համապատասխան մարմիններին։ Վանաձորի, Գյումրիի ու Սպիտակի տնական ավանները շարունակում են հիշեցնել, որ աղետի հետևանքները միայն ֆիզիկական չեն, դրանք դարձան նաև սոցիալական, պնդում է իրավապաշտպանը։ Ասում է, Վանաձորի տնական ավանների խնդիրները ուսումնասիրած հանձնաժողովը նաև առաջարկել էր տնակների մի մասի բնակիչների համար ավարտին հասցնել 30 տարի առաջ կիսակառույց մնացած 10 շենքերը։ Ըստ հաշվարկների կպահանջվեր մոտ $6 միլիոն, բայց դա էլ չեն արել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։